Միացյալ Նահանգները մտադիր է մերձավոր արևելքում տեղակայված իր բոլոր ուժերը հավաքել մինչև մարտի կեսը, ինչը նախագահ Դոնալդ Թրամփին հնարավորություն է տալիս լայնածավալ հարված հասցնել Իրանին, հայտնում է Բլումբերգը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, որը գերադասել է անանուն մնալ։ Թրամփը հանդիպել է իր փեսային Ջարեդ Քուշների եւ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, որոնք նրան զեկուցել են Իրանի հետ բանակցությունների ընթացքի մասին։ Դրանք տեղի են ունեցել Ժնևում նույն օրը, պաշտոնյաները հավաքվել են իրավիճակային կենտրոնում քննարկելու Թեհրանի դեմ հնարավոր գործողությունները։ Նրանց տեղեկացրել են, որ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բոլոր ուժերը պետք է տեղակայվեն դիրքերում մինչև մարտի կեսը։ Գործակալությունը վկայակոչելով Flight Radar 24-ի տվյալները հաղորդում է ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռների, լիցքավորող ինքնաթիռների, հետախուզական ինքնաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ակտիվության աճի մասին, որոնք ուղևորվում են Քաթարի, Հորդանանի, Կրետեի եւ Իսպանիայի բազաներ։ Վաշինգտոնը տարածաշրջան է ուղարկել նաեւ Աբրահամ Լինքոլն ավիակիրը, որին ուղեկցում են 3 Arleigh Burke տիպի կործանիչներ, որոնք հագեցած են տոահավք թևավոր հրթիռներով եւ F-35C կործանիչներով, նաեւ Ջերալդ Ֆորդ ավիակիրը, ամերիկյան ամենաթանկ նավը, նույնպես կործանիչների ուղեկցությամբ, հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներով, Sea-Hawk ուղղաթիռներով, Greyhound տրանսպորտային ինքնաթիռներով։ Իրանի դեմ լայնածավալ հարվածը կարող է ԱՄՆ-ին ներքաշել Մերձավոր Արևելքում 1991 թվականից ի վեր երրորդ պատերազմի մեջ, Պարսից ծոցի եւ Իրաքի պատերազմներից հետո։ Թրամփը Խաղաղության խորհրդի առաջին նիստում հայտարարել է, որ աշխարհը կիմանա, թե ինչ է լինելու Իրանի հետ առաջիկա 10 օրվա ընթացքում, նախազգուշացնելով, որ եթե Թեհրանը միջուկային գործարք չկնքի, վատ բաներ տեղի կունենան։ Ըստ Wall Street Journal-ի Սպիտակ տան ղեկավարը դեռ որոշում չի կայացրել Իրանի վրա հարձակման վերաբերյալ տարբերակների թվում են իրանական ռեժիմի փոփոխությունը հարկադրելու համար հարվածների շաբաթական շարքը եւ Իրանի կառավարական եւ ռազմական օբյեկտների ուղղությամբ ավելի փոքր մասշտաբի հարձակումների ալիքը։ CBS News-ը սակայն պնդում է, որ ամերիկացի զինվորականները պատրաստ են հարված հասցնել արդեն այս հանգստյան օրերին։ Այս լուրերի ֆոնին Միացյալ Նահանգները ավելի շատ սպառազինություն է ուղարկում Մերձավոր Արևելք, իսկ Իրանը ռազմածովային զորավարժություններ է անցկացնում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով Իրանին հարվածելու բազմաթիվ պատճառներ եւ փաստարկներ կան, սակայն Թրամփը նախընտրում է դիվանագիտությունը։ Նա հիշեցնում է, որ Վաշինգտոնը հունիսին շատ հաջող գործողություն է իրականացրել ուղղված Իրանի միջուկային օբյեկտների դեմ եւ նախազգուշացնում, որ շատ խելամիտ կլինի, եթե Թեհրանը գործարքի գնա։ Ավելի վաղ Թրամփը հրապարակավ սպառնացել էր ուժ կիրառել Իրանի դեմ, հայտարարելով, որ եթե Թեհրանը հրաժարվի գործարքից, Վաշինգտոնը կարող է գործարկել բրիտանական բազաները։ Հաշվի առնելով տարածաշրջանում անկայուն իրավիճակը, ինչպես նաեւ ԱՄՆ ռազմական տեխնիկայի եւ ուժերի շարունակական տեղաշարժը եւ ընդլայնումը, նախագահին նման ռազմատենչ հայտարարությունը չի կարելի դիտարկել որպես սովորական հռետորաբանություն։ Այն վկայում է ռազմական ագրեսիայի իրական վտանգի մասին, որի հետևանքներն աղետալի կլինեն տարածաշրջանի համար եւ լուրջ սպառնալիք կներկայացնեն միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Իրանը զգուշացնում է, որ ԱՄՆ բազաները, օբյեկտներն ու ակտիվները օրինական թիրախներ կդառնան, եթե Միացյալ Նահանգներն իրականություն դարձնի իր ռազմական սպառնալիքները։ Միևնույն ժամանակ կրակի վրա բենզին է լցնում Իրանի Իսլամական Հանրապետության վերջին շահի որդին Ռեզա Փահլավին, որը կոչ է անում շիաներին տապալել Իրանի ռեժիմը։ Հանրապետությունն առաջին օրվանից զավթել է իշխանությունը կրոնի անունից եւ երկրին բերել է աղքատություն, տառապանք եւ մարդկության դեմ հանցագործություններ։ Խամենեին բողոքի ցույցերի ժամանակ բռնաճնշումներ է կիրառել, այդ թվում քաղաքացիական անձանց դեմ մարտական փամփուշտներ է օգտագործել։ Իրանցի ժողովրդի հավատը վերականգնելու եւ առանց կրոնական բռնապետության ապագա Իրան կառուցելու անհրաժեշտություն կա։ Ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Պենտագոնն այս շաբաթվա վերջ պատրաստ կլինի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին։ Մյուս կողմից Իրանը նաև արտգործնախարար Աբբաս Արաղչիի նախկինում արած հայտարարության համաձայն նույնպես պատրաստ է թե ռազմական, թե դիվանագիտական լուծումների տարբերակների, մեկնաբանում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Իրական հողի վրա կողմերն իրականացնում են նշանակալի զորաշարժեր։ ԱՄՆ-ն ավելացնում է տարածաշրջանում իր զինուժը, իսկ Իրանը պատմության մեջ առաջին անգամ զորավարժության ընթացքում մասնակիորեն փակում Հորմուզի նեղուցը, որին անմիջապես հաջորդում է ռուս-իրանական համատեղ ծովային եւս մեկ զորավարժություն։ Երկու կողմերից էլ այս ամենը տարօրինակորեն ուղեկցվում է չափազանց մեծ աղմուկով, ինչը ցուցիչ է, որ թե Թեհրանը եւ թե Վաշինգտոնը ցանկանում են, որ հակառակորդը եւ տարածաշրջանային տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները, քանի որ պատկերավոր ասած բանակցությունները օգտակար են, բայց դրանք ավելի օգտակար կարող են դառնալ, եթե բանակցողի գրպանում ատրճանակ կա եւ այդ ատրճանակի փողը տեսանելի է հակառակ կողմի համար։ Իրանագետի գնահատմամբ դատելով Միացյալ Նահանգների փոխնախ
նախագահի, Սպիտակ տան խոսնակի եւ Իրանի արտգործնախարարի հայտարարություններից բանակցային բնույթի դիվանագիտական շփումները շարունակվելու են առնվազն առաջիկա շաբաթների ընթացքում, իսկ սա նշանակում է արդյոք թե վաղը պատերազմ չի սկսվի, ոչ ոք չգիտի, նույնիսկ ԱՄՆ նախագահ Թրամփը։ Ռիդա Ղազարյան, Պարկես Հովհաննիսյան, TV News։